Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի։ Նախագահը մասնակցել է Մուշ 2 թաղամասում բնակարանների հանձնման արարողությանը, ծանոթացել թաղամասում իրականացվող շինաշխատանքներին։ Ի դեպ, այս տարվա մայիս ամսվանից մեկնարկել են նաև Անի թաղամասում շենքերի կառուցման աշխատանքները։ Նոնա Գրիգորյանն է պատմում։ 1988 թվականի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից 22 տարի անց Շիրակի մարզում անօթևանների թիվը գերազանցում է 4200-ը։ Գյումրիում 2009 թվականին մեկնարկել են Անի եւ Մուշ 2 թաղամասների շինարարական աշխատանքները, որն իրականացնում է Glendale Hills կազմակերպությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրի Մուշ 2 թաղամաս այցելել էր նաև անցյալ տարեվերջին։ Նախագահն անձամբ արձանագրել էր թերություններ ու իր խոսքում ընդգծել, որ պատասխանատու կողմերը անհրաժեշտ հետևություններ պիտի անեն։ Հստակ հանձնարարականներից հետո նախագահ Սարգսյանի այցը Գյումրի այս անգամ պայմանավորված էր շինարարական աշխատանքների արդեն ներկա փուլին ծանոթանալով։ Իսկ մինչ այդ նախագահին գյումրեցիները դիմավորում են առանձնակի սպասումով։ Ամենակարևորը, որ կուզեի շեշտել, այն է, որ նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ես բազմաթիվ հզոր երկրներ ստիպված էին կրճատել իրենց սոցիալական ոլորտի ծախսերը, մեր պետությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կարողացավ այս գործի համար միջոցներ գտնել եւ դրա շնորհիվ աղետի գոտում շինարարությունը ոչ մի րոպե չի դադարել։ Այս ծանր պայմաններում ամբողջ աշխարհը այդ հզոր պետությունները կրիզիսի անունի տակ կկած են, բայց այսօր նմանատիպ հսկայական գումարներ դրվեց Գյումրի քաղաքի անօթևանների համար։ Արվեստների ու արհեստների քաղաք Գյումրին վերափոխվում է։ Երկար սպասված տան բանալիների ձեռքներին, ասում են բնակիչները։ Չեմ պատկերացնում, որ ես պիտի ապրեմ այստեղ։ Թաքսենյակ եմ ստացել, աղջիկ ջան, ունեի 3, դուս են գրվել գնացել Ռուսաստան, մնացել եմ մենակ, ստացել եմ թաքսենյակ։ 22 տարի սպասելուց հետև վերջապես այս ուրախությունը տեսանք։ Թեպետ աղջիկ ջան, շատ մարդիկ չարժանացան այս ուրախ օրվան, քանի որ շատ մարդիկ մահացան։ Բավականին շատ բնակարաններ ստանում են, դեռ բնակարանաշինությունները շարունակվում են։ Իմ ուրախությունս այսօր սահմաններ չունի։ Ես ողջունում եմ մեր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Նայեք բոլորի դեմքերը ժպիտ է, ուրախություն է, բալիկ ջան։ Բնակարանի պրոբլեմը վերացավ, մնացած խնդիրներն էլ վերանան։ Նրանք, ովքեր աշխատում են, լավ աշխատավարձ ստանան, ովքեր չեն աշխատում, կոշակները բարձրանան, նպաստները բարձրանան։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն տարի տարբերություն լինի սոցիալական միջև։ Շնորհավոր եմ ձեր կենացը եւ կներեք, որ ուշ ենք ձեզ հատկացրել ես բնակարանները։ Համաձայն կնքված պայմանագրի Glendale Hills-ը պարտավոր է ապահովել 3030 բնակարանի տրամադրում, որից 1056-ը նախատեսված է ավարտել այս տարի։ Միայն Մուշ թաղամասում կառուցվելու է 32 բնակելի շենք, իսկ Անի թաղամասում 5-ը։ Նախագահի հանձնարարականով բնակարանները պետք է ապահովված լինեն կոմունալ բոլոր հարմարություններով, բակերում պարտադիր պետք է լինեն խաղահրապարակներ, տարածքը կանաչապատ ու արտաքին լուսավորությունն էլ ապահովված։ Ինչը վերաբերում է որակին, որը ես այն ժամանակ նշել էի, որ թերություններ կային, դրանք ամբողջությամբ վերացվել են, ինչը վերաբերում է աշխատանքներին ավելացրած, այսինքն այնինչ ի սկզբանե ներառված չէր եղել նախագծում, այսինքն գազի կաթսա, գազօջախ, լվացարան, գազաֆիկացում, այդ ամեն ինչը կատարվել է արդեն։ 2010 թվականի մայիսից վերսկսվել էին նաև Անի թաղամասում թվով 5 շենքերի կառուցման աշխատանքները։ Այստեղ երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցումը նախատեսված է ավարտել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը։ Այս պահին աշխատանքներում ընդգրկված է ավելի քան 1000 մարդ եւ մոտ 10 տեղական մատակարար կազմակերպություն։ Նոնա Գրիգորյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Ազդարար, Շիրակի մարզ։